այս իրավիճակին ինչպես եք վերաբերվում, ինչի համար եք այստեղ։ Հեռացնելու։ Կոնկրետ պատճառը օրինակ ինչու հեռացնել։ Ինչու հեռացնել։ Այն բառը, որ ասում ենք վեհապար, այդ վեհը կա իր մեջ, չի պահել։ Կորցրել է վեհի արժեքը, դրա համար։ Տեսեք, այստեղ նաև ընդդիմադիրներ կան, օրինակ Նարեկ Կարապետյանը, Լևոն Քոչարյանը, Իշխան Սաղաթելյան, դե հայտարարել են, որ գալու են։ Դուք ինչպես եք վերաբերվում իրենց։ Գալիս են թող գան, բայց իրենք մեր առօրյայում գործ չունեն, անելիք չունեն։ Իրենք մեղադրում են, որ սա իշխանության կազմակերպածն է ու փորձում են սադրել մարդկանց։ Այսինքն ինչն է կազմակերպած։ Իշխանություններն են կաթողիկոսին հեռացնում եւ սա մարդկանց բախման տանելու համար է։ Եթե կաթողիկոսը իր խումբը այդ առիթը չտար, նման իրավիճակ չէր առաջանա։ Իսկ ինչպես եք վերաբերվում, որ օրինակ Արշակ arczepiskopos-ը եւ այլ հոգեվորականներ, որոնց հետ կապված տարբեր տեղեկություններ, տեսանյութեր կան տարածված ինտիմ բնույթի, նրանք կարգալույծ չեն արվել այդպես էլ։ Անհասկանալի իրավիճակ է վեհապարի կողմից։ Հասկանալ չի լինում այդ իրավիճակը։ Եվ անընդունելի է։ Նրանք պետք է անպայման հեռացվեին։ Ընդհանրապես պետք է հեռացվեին հոգևոր կյանքից, ոչ թե կարգալույծ արվեր։ Ինձ թվում էր մարդկայնով պետքա գնար էլի, բայց ոնց որ չի ուզում տեղից շարժվի, պետքա պայքարենք այնքան միջև գնա։ Բայց ասես ինչու համար պետք է գնա, այսինքն որն է խնդիրը։ Ընդհանրապես վեհապարի իր գործողությունները որն է, որ ժողովրդին ծառայի կրոնը, որ քարոզի, ոչ թե սենց ուզուրպացնի իր տեղը նստի, իր համար ապրի, այդքան էլ ճիշտ չէ էլի ոնց որ։ Մարդկայինով որ նայում ես մեզ հոգևոր սնունդ է պետք, ոչ թե պետքա որ ասենք մեկը գա ուղղակի իր բիզնեսը անի։ Այսքան ինֆորմացիայի մեջ ես ոչ մի բան չես կարող հասկանաս ինչ է։ Ուղղակի ոնց որ պետության մեջ եկել է առանձին երկրի ինչ-որ մի շահերը պաշտպանող մարմին։ Տեսեք, կան օրինակ հոգևորականներ Տեր Արամը, Տեր Թադեն, որ կարգալույծ արվեցին, բայց օրինակ Արշակ arczepiskopos-ը չէ, դա ինչով է պայմանավորված ըստ ձեզ։ Հենց զուտ դա, որ ուղղակի իրանք շահերն են պահում, աշխատում են, որ ինչքան կարան մնան իրանց պաշտոնին, էդ է, ուրիշ ոչ մի բան չկա ստեղ։ Չես կարա ինչ-որ ոչ մի տրամաբանության մեջ չկա, պետքա տենց լինի, թե չէ, այսինքն ինչ է նշանակում մի ամբողջ ժողովրդի կաթողիկոս լինես ու ժողովուրդը քեզ չի ընդունում։ Ու ինֆորմացիա էլ կա, որ ասենք Դալմայից բան ժողովրդին հանե բերել են, որ գա իրան պաշտպանի, այդտեղ որն է ճիշտ էլի։ Տեսեք, այստեղ է նաև օրինակ Լևոն Քոչարյանը, տարբեր այլ ընդդիմադիրներ, ինչպես եք վերաբերվում։ Հենց այդ անունները արդեն հերիք է, այդ ամեն ինչ ասում է էլի։ Որտեղից են եկել, ոնց են դառել, ինչ են դառել, հələ իրանք թող իրանց կենսագրությունը մաքրեն, նոր կարողանան ինչ-որ մարդկանց պաշտպանեն։ Չկա տենց բան։ Ես այսօր պայքարում եմ միայն մաքրության համար։ Եթե եկեղեցին այսօր պղծված է, անիմաստ է, որ նման կաթողիկոսը եկեղեցիում ծառայի։ Եկել կներեք, ասում են, որ իշխանությունը մարդկանց է բերել այստեղ, օրինակ դուք որտեղից եք եկել։ Ես եկել եմ իմ տանից։ Ինձ ոչ մեկ չի ստիպել ու չեն էլ ստիպում, պարտադրողաբար ոչինչ չկա այստեղ։ Եթե դու ցանկանում ես, որ քո եկեղեցիում մտնես որպես քրիստոնյա ազգ մաքուր, ուրեմն պիտի բոլորս միահամուռ լինենք եկեղեցիում եւ այսօր պղծված կաթողիկոսին հեռացնել եկեղեցուց։ Հայ առաքելական եկեղեցին պատկանում է հայ ժողովրդին եւ ես որպես հետևորդ հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետևորդ եկել եմ այստեղ եւ պահանջում եմ եկեղեցում նստած գահը բազմած գրաված, այսպես ասեմ, Կտրիչ Ներսիսյանին հեռանա եկեղեցուց, որովհետև մեկը ով մի անձ ով դրժել է ուխտը կուսակրոնության, այն պահին, երբ նա ամուսնացել է
երեխաներ եմ ունեցել, այդ պահից նա ինձ համար կաթողիկոս չի կարող համարվել եւ ես պահանջում եմ կաթողիկոսի հանգիստ հրաժարականը, որովհետեւ մեկը ով դրժել է ուխտը, նա սանցարցակ է ինձ համար, նա կարող է ամեն ագահության, ամեն վայրագության գնալ, որ պահպանի այդ աթոռը։ Իսկ այդ աթոռի տակ շատ կեղտեր կան թաքնված, ինչը որ արել է նա։ Դա ես չեմ խոսում, դա խոսում է ամբողջ հայ ազգը, գիտակից հայ ազգը։ Այստեղ նաև ընդդիմադիրներ կան, որ աջակցելու են եկել, օրինակ Լևոն Քոչարյանը, Նարեկ Կարապետյանը, Դաշնակցությունից տարբեր անձինք, ինչ կասեք։ Օրինակ շատ կցանկանայի Լևոն Քոչարյանին տեսնել, ընդամենը 2 հարց տալ։ Հայրը Ռոբերտ Քոչարյանը գոնե կեսով չափ սովորել է հայմերը, որ Լևոն Քոչարյանը այսօր այստեղ է, կամ երկուսով միասին հայմերը ասենք, տեսնենք ով շատ ավելի գրագետ եւ ավելի ճիշտ հայմերը կասի։ Իսկ Նարեկ Կարապետյանին ուղղակի խղճում եմ։ Նարեկ Կարապետյանը չի էլ գիտակցում ինքը ուր է գնում, ինչ է անում, մարդ, որը արտահայտվում է, որ մենք գանք իշխանության դպրոցներ, մանկապարտեզներ չենք կառուցի, մենք կկառուցենք գործարաններ, ուզում եմ իրեն էլ մի հարց տամ, հարգելիս դպրոց չկառուցելով, դպրոցում չկրթվելով, ինչպես է խելքդ աշխատելու, որ դու գործարան կառուցես։ Ընդդիմությունը պնդում է, որ իշխանությունները մարդկանց մեջ բախում են հրահարում այսպիսով, չնայած սա 10 եպիսկոպոսների հավաքն է, իրենք են մարդկանց կոչ արել գալ։ Որևէ մեկը ոչ մեկին կոչ չի արել, ես շատ լավ հետևում եմ Facebook-յան հարթակին, Instagram-յան հարթակին, ես ինքը շատ ակտիվ եմ, ես ազնիվ արդար պահանջատեր եմ, որևէ մեկ այսօր ինձ կոչ չի արել, որ ես այստեղ գամ, ես ուզեցել եմ, որ գամ, այո, ես եկել եմ 10 եպիսկոպոսների խնդրանքով, ոչ թե կոչով, դա շատ տարբեր բաներ են, կոչը եւ խնդրանքը։ Ես սատարում եմ այդ 10 եպիսկոպոսներին, ինչու որովհետեւ բոլորս ենք այսօր այս աշխարհում մեղավոր, բոլորս։ Մեղավորության մեջ չկա անդիմություն եւ իշխանություն։ Մարդ Արարածը ինքը արդեն մեղավոր է, բոլորս ունենք մեր մեղքերը, բայց այդ 10 եպիսկոպոսները, երբ որ իրենց մեղքերը զգացին եւ ետդարձի կանգնեցին, այդ եպիսկոպոսները ինձ համար շատ արժևոր են։ Հեռացնելու այս պղծված մեր կաթողիկոս կոչվածին դրա համար ենք եկել։ Իսկ ինչ կարծիք ունեք Արշակ arczepiskopos-ի մասին, այդ տեսանյութի մասին։ Դա պղծությունն է։ Դա ինքներ բրի իրար հետ հեռանան երկուսով։ Այստեղ է նաև օրինակ ընդդիմադիրներից Լևոն Քոչարյան, Նարեկ Կարապետյան, Դաշնակցությունից Իշխան Սաղաթելյան, ինչ կարծիք ունեք, ինչու են եկել։ Եկել են իրանց նմաններին պաշտպանելու համար։ Իրանք են լրիվ է Դաշնակցությունն է հիմնական դրանց գլավարը, գիտեմ ես։ Քոչարյանի հետ համատեղ։ Իրանք են նույն մարդիկ են դրանք, որոնք Գեորգ Շարասյան թելադրանքով ստեղի ինչ ասես անում են։ Այսքան բաները որ լսում եմ, ես էլ եմ համաձայն որ դուրս գա։ Ես ուզում որ ես սուտ վեհապարը հեռանա։ Այդքան է իմ ուզածը, ես ժողովրդի հետ եմ։ Ես եկել եմ ազատ քաղաքացի եմ, ուզեմ կամ կուզեմ չեմ կա։ Իսկ որտեղից եք կներեք։ Գյուղից Օշականցի եմ։ Ճշմարիտ կողմի պահանջով, ո՞ր կողմն ասեք։ Ո՞րն է ձեր ճշմարիտ պահանջը, կաթողիկոսի հեռանալը թե մնալը։ Դե գիտես, ինձ կոնկրետ չեմ կարող ասել, հեռանալ թե մնալը, բայց ամենայնիվ մարդ, եթե կաթողիկոս է, մարդ է, երկրի քաղաքացի է, պետք է ենթարկվի երկրի վարչապետի, պետք է ենթարկվի, անկախ այն բանից։ Բայց չէ՞ որ եկեղեցին ու պետությունը անջատ են։ Դե անջատ են, բայց էլի սրբությունը մնում է սրբություն, պետք է մարդ արտար լինի իր գործում։ Այդտեղ չեն թողում, որ այդտեղ խոսենք մենք։ Ովքեր չեն թողում։ Պատահական եկել էինք մոմ վարելու, սենց վիճակը հիմա սպասում ենք ազատվի, որ գնանք մոմ։ Այդ դեպքում ինչու չեք գնում այլ եկեղեցի մոմ վառելու։ Եկել էինք արտաճար, զուտ պատահական։ Իսկ այստեղ ինչն է ձեզ հետաքրքիր առհասարակ Ներկապահին ոչ մի բան հետաքրքիր չի։ Դուք նույնպես սատարում եք, որ կաթողիկոսը հեռանա։ Միանշանակ։ Ինչու կմանրամասնեք։ 30 տարի առաջ ինքը չպիտի լիներ։
Ինքը դեռ Արարատյան թեմի առաջնորդ լինելով է փչացրել ամեն ինչ։ Մեր հավատքի գողն է ինքը, մեր հավատքի գողը։ Իսկ ինչ կարծիք ունեք, որ ընդդիմությունը նույնպես միացել է եւ Էդ իր շայկանա, էդ իր շայկանա։ Ես իքսաղես 30 տարվա չերածի պատճառով այսօրին ասել եմ երկիրը։ Բայց ըստ ձեզ Գարեգին հեռանալով ինչ կփոխվի։ Քրիստոնյա ժողովրդի եկեղեցի մտնել է հոգեպես հավատքը յետք վերադառնա, ինչպես շատերը 30 տարվա մեջ գործել են։ Հենց նրա անձով է դա պայմանավորված։ Այո։ Կան եկեղեցիներ, ես կհամ տանիմ ձեզի փաստ հավատացեմ ինչ կարգավիճակում է այսօր։ Վեհապարը պիտի հեռանա։ Ինչու՞։ Ինքը կարգալույց ալարել։ Ինքը կեղծիկով անց է վեհապար։ Հոկտեմբերի 27-ից սկսած առեսօր Քոչարյան Ռոբերտը կեղծիկով անստե իշխանության, վեհապարը կեղծիկով անստե։ Ինքը իրավունք չունի։ Ինչ որ մի հատ քահանայի, որ քահանան օծվել է, Միրոնը կյանքում այդ թղթի վրա ինչ հրաման վեհապարը ուզում աստորագրի, գրի ջնջի, չէ, էդի ուժ չունի։ Միրոնը խո չի կարա ձերքի վրայից լվացնի ճակատի վրայից։ Այդ անհնարին բան է դա։ Անհնարին։ Վեհապար ենք ունեցել, Վազգեն առաջինը։ Ես միշտ իմ մամայիս հետ, ուսահոգի մորս հետ, միշտ Վազգեն առաջինի այդ պատարակներին միշտ եկե մասնակցել եմ։ Վեհապարը ինքն էր։ Վեհապարը Վազգեն առաջին էր, որ այդ ցուրտ ու մութ տարիներին ինքը կանգնում էր իր դիվանապետի անունը մոռացել է ազգանունը։ Կանգնում էր լուսամուտի մոտ, պատուհանի մոտ։ Նայում էր, որ ծխնելուսներից ծուխ չի բարձրանում։ Ասում էր, այս մեր ժողովրդի վիճակը էս ինչա կատարվում։ Վառելիք էլ չունեն։ Դիվանապետը պատմում էր, ուրեմն ինքը տեղաշորի մեջ չէր պարկում։ Պարկում էր պոլի վրա։ Ասում էր, Տեր այր վեհապար ջան, դու հիվանդանաս, կմահանաս։ Ասում եմ ժողովուրդը վատ վիճակի մեջ է, տակություն չունեն, էլի ջերմություն չունեն իրանց տան մեջ։ Ես ոնց տեղաշորի վերմագի տակ պարկեմ։ Այ այդ էր վեհապար։ Ասեք ինչ նպատակով եք այստեղ, ինչպես եք այս իրավիճակին վերաբերվում։ Ցավալի են վերաբերվում, որովհետև մեր ազգը սրան արժանի չէր։ Մենք կուզենայինք, որ ունենայինք հզոր եկեղեցի, հզոր վեհապար, ոնց որ մեր առաջվա վեհապարներ, որ մենք միշտ խոնարհվում էինք իր առաջ, եւ մենք էինք գնում իր դուռը, ոչ թե վեհապարներ գնում հրապարակ աղոթելու կամ դպրոցի բացմանը կամ գործարանի բացմանը, որը ընդունելի չի։ Ես կուզենամ, որ մեր պետությունը զարգանա եւ ինչի՞ չէ նաեւ կասեն, որ թող որոշ լրատվամիջոցներ կամ ժողովուրդ նայի, որ մեր ղեկավարը այստեղ չի, ուղղակի մենք ուզում ենք ազգովի, որ լինենք հզոր քրիստոնյա։ Այսինքն ձեզ որևէ մեկը չի բերել ինչպես պնդում են։ Ոչ, ես ուղղակի ակտիվ ֆեյսբուքյան հետևում եմ ֆեյսբուքյան գրառումներին մարդկանց եւ ես որպես քաղաքացի հպարտ Հայաստանի Հանրապետության իմ լուման եմ ուզում ներդնեմ, որպեսզի կարողանամ հզոր երկիր ունենանք մեր ապագա սերունդների համար։ Գոնե մենք չենք տեսնում, գոնե մեր սերունդները տեսնեն հզոր երկիր։ Նամանանդ մենք այն սերունդն ենք, որ մենք ամեն ինչ Վերջերս մի շարք քահանաներ կարգալույց եղան, բայց օրինակ Արշակ arczepiskopos ում վերաբերյալ ինտիմ բնույթի տեսանյութ էր տարածվել, այդպես էլ կարգալույց չարվեց։ Ինչով է դա պայմանավորված ըստ ձեզ։ Ըստ ձեզ դե որ ասում են մաֆիա, ուրեմն մաֆիա է, ինձ թվում է մաֆիայի հետ է կապված։ Եթե հավասարություն լիներ եւ արդարություն լիներ եւ հավատք լիներ, պիտի լիներ հավասարություն։ Ես հասկացա, որ հավասարություն չկա։ Ով արժանի է, ով գիտելիք ունի, ով եկեղեցական է ու քրիստոնյա է, որ մարդիկ պիտի իր հետևից գնան, դարս է մեր մոտ փաստորեն մեր երկրում, ում որ պիտի հավատան, չեն հավատում, ում որ պիտի չհավատան, նրան են փորձում հավատալ։ Նաև այստեղ են տարբեր ընդդիմադիրներ, օրինակ Նարեկ Կարապետյան, Ռոբերտ Քոչարյանի տղան դաշնակցությունից, ու իրենք պնդում են, որ սա իշխանությունը անում է սադրելու, բախում հրահարելու համար։ Ես կուզենամ, ցավում եմ, որ իրանք լինելով հայ ազգի ներկայացուցիչ չեն կարող տարանջատեն քրիստոնեությունը, հավատքը եւ քաղաքականությունը։ Չի կարելի եկեղեցին քաղաքականացնել։ Նախ եկեղեցի չէ, Աստված կա, Աստծուն մեջ միջնորդ պետք չի։ Իրանք ինչ չեմ հասկանում, իրանց ուզածը ինչ է։ Բնականաբար իրանք ուզում են իրանց թալանը պահեն, իրանց ունեցվածքը պահեն, երևի դրա համար